Ամենամից ավել տևում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը, պարզ է, որ եւս մեկ անգամ կրկնեմ այն գործի շրջանակներում, որոնց ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը, իրենք կարող են, չգիտեմ, սուտկեքով խոսալ, որովհետև գործը այնքան դատարկ ու փուչ է, որ մեջը ոչ մի առարկայական բան չկա։ Ապրում ենք մի իրավիճակում, երբ որ մարդ ստիպված է, իրականում, սենց փուչ ինչ-որ դատարկ, անիմաստ, այդ քրեական գործերի պարագայում հարցաքննվի, հələ հարցաքննվելը մի կողմ, ձերբակալվի։ Հայաստանը վխտում է հանցագործություններով, հեռախոսը բացում ես ամեն օր ինչ-որ մեկին միտե սպանել են, միտե մորթել են, միտե թալանել են, վխտում է, բայց արի ուտես, Ծառուկյանին են ձերբակալում։ Հետարքիր է, չէ՞ ստացվում։ Դա միայն մեկ նշան է, դա միայն մեկ ցուցիչ է, որ երկրում չի աշխատում ոչ մի բան, ընդհանրապես։ Երբ որ հանցագործը դուրսը մարդ է սպանում, բայց չգիտես ինչու, ջահերի ետևում գտնում են այն մարդիկ, մասնավորապես Գագիկ Ծառուկյանը, ով այս երկրի համար այնքան բանահար է, որ իշխանությունները, չգիտեմ, 1000 տարի էլ անցնի, դրա մի տոկոս էլ չեն կարա անել, չեն կարա, էլ չեմ ասում, որ չեն ուզում, դե լավ, չեն կարա։ Այո, Գագիկ Ծառուկյանի ազատությունը, Գագիկ Ծառուկյանի ազատ լինելը բխում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի և պետության շահերից։ Սա անելբա է։ Ազատություն! 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 Ժորժան, եվս մեկ անգամ, որ ասում ձեր ցավը տանեմ, բոլորի հատ, բոլորի տաշկերի մեջ նայում եմ, Պարոն Ծառուկյան, բոլորը ստեղ են, ձեզ են սպասում։